Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել ու լսել մեր կողմից պատրաստված ևս մեկ հուզիչ, բայց իրական պատմություն։ Նա նույնիսկ հրաժեշտ չտվեց, մնացին միայն դատարկ դրամապանակները, անկողնում մի կողմում գցված հին բաճկոնն ու երեխաների վախեցած աչքերը։ Մարիամը չգիտեր, լաց էր, թե ժպտար, աշխարհը փուլ էր եկել, բայց ներսում մի խորը ուժ նրան պահում էր ուղղահայաց։ Դուռը փակվեց, առանց մի բառի։ Միակ բանը, որ մնաց ամուսնուց, դա ծանր լռությունն էր ու դատարկ սենյակը։ Երեք երեխաների հայացքներն ուղղակի մխրճվեցին նրա հոգու մեջ։ Նա չգիտեր ինչպես բացատրել, որ հայրիկն այլևս նրանց հետ չէր լինելու։ Ոչ ոք չէր սովորեցրել նրան ինչպես լինել և մայր, և հայր, և պաշտպան, երբ ամբողջ աշխարհը փլվում է ու սիտ։ Առաջին գիշերը նրանք քնեցին իրար գրկած, նույն ծածկոցի տակ։ Մարիամը լուռ թռչում էր բարձը։ Նա գիտեր, արցունքներով ոչ մոքի չէր կարող կերակրել։ Երբ արևն արթնացրեց Մարիամին, նրա առաջին միտքը սուրճի հոտը չէր, այլ սառը լռությունը տան ներսում։ Նա վազեց խոհանոց, իր սովորության համաձայն սպասելով ամուսնուն, սակայն նրա տեղը դատարկ էր։ Նայեց սեղանին, որտեղ այլևս ոչ մի բաժակ չկար, ոչ մի շարժում, ոչ մի առօրյա բան, որը կհիշեցներ նախկին նորմալ կյանքը։ Սառնարանում մնացել էր ընդամենը մի քանի ձու կես հաց ու մի քանի կտոր պանիր։ Երեխաները դեռ քնած էին, բայց նա գիտեր, որ մի քանի ժամից արթնանալու են ու նախաճաշել են ուզելու։ Ինչպես ասել նրանց, որ արդեն իսկ աղքատության շեմին են, ինչպես ասել, որ իրենց հայրը ոչ միայն գնացել է, այլև իր հետ տարել ամեն ինչ, անգամ հույսը։ Բանկային հաշիվը զրոյական, գրպանում 3000-անոց, որը նախատեսված էր միայն փոշեկուլը վերանորոգելու համար։ Խանութի տերն այլևս պարտքով ոչինչ չէր տալիս ու գազը կարող էր անջատվել ցանկացած պահի։ Երեխաները չէին հասկանում ինչու են լույսերը մի պահ միանում, ապա մարում։ Մարիամը խաղ էր հորինել, ասելով, թե սա կախարդական տուն է, որտեղ լույսերը թարթում են, երբ ուզում են քնել։ Իրականում հաշվիչը գրեթե կարմիր գծին էր։ Նա սկսեց աշխատանքի փնտրտուք։ Բայց ով կվերցներ 3 փոքր երեխաներ ունեցող կնոջ առանց մասնագիտական փորձի ու կրթության։ Մի քանի օր աշխատեց որպես մաքրուհի, լուռ տանջվելով մեջքի ցավից ու նույնիսկ չկարողանալով քնել գիշերները հոգնածությունից։ Մի օր նույնիսկ ուշագնաց եղավ ավտոբուսում, առանց նախաճաշի, առանց որևէ ուտելիքի, ընդամենը մի գավաթ ջրով։ Բայց նա երբեք ոչ ոքից ոչինչ չխնդրեց նույնիսկ նախկին ամուսնուն, չդիմեց որևէ մեկին նրան օգնելու համար։ Նա սկսեց սովորել կարել, վարժվել ասեղին։ Երբ երեխաները քնում էին, նա կարում էր, մինչև լուսաբաց։ Դժվար էր նրան հոգեպես, ամեն գիշեր երեխաները նրան հարցեր էին տալիս։ Բացի երեխաների հարցերից, նա ինքն իրեն հարց էր տալիս. «Ինչը սխալ արեցի, ինչու մենակ մնացի»։ Բայց այս հարցերի պատասխանը նրան փոխեց, չվնասեց, այլ հզորացրեց։ Ոչ ոք չէր տեսնում, թե ինչպես է գիշերը նա լաց լինում, երբ երեխաների ձայները լռում էին։ Ոչ ոք չէր լսում, թե ինչպես էր սրտի տակ խեղդվում։ Բայց նա չէր հանձնվում։ Ամեն մեկ օրն իր հետ նոր փորձություն էր բերում, բայց նաև նոր ուժ։ Երբ ամենացուրտ օրերին չէր կարողանում վերնաշապիկ գնել որդու համար, ինքն իր հինը կարկատում ու հագցնում էր որդուն։ Երբ դստեր ծննդյան օրը նվեր չկար, մատիտի ու թղթի միջոցով հեքիաթ էր նկարում, ասելով «սա կախարդանք է», կարդալուց իրականանում է։ Այդ մեկ տարին Մարիամի կյանքի ամենաերկար տարին էր։ Ամիսները չէին անցնում, դրանք մաքարման և գոյատևման փորձություն էին։ Նա արդեն մի փոքր հաճախորդներ ուներ, ովքեր գովում էին նրա կարած հագուստները, ասելով, թե նրա ձեռքերից ջերմություն է գալիս, և հենց այդ ջերմությունն էր, որ դարձավ նրա ապրուստի աղբյուրը։ Մի օր նրան հրավիրեցին մի տեղական ցուցահանդեսի, որտեղ փոքր բիզնեսով կանայք կարող էին ցուցադրել իրենց աշխատանքները։
Մարիամը երկար տատանվեց, որովհետև անգամ ցուցահանդես գնալու համար պիտի վճարեր տաքսու գումար։ Վերջին 500 դրամը պահել էր հացի համար, բայց որոշեց ռիսկի դիմել։ Երեխաներին թողեց հարևանի մոտ ու գնաց 2 հագուստ ձեռքին, որոնցից մեկը կարել էր իր ամուսնու հին վերնաշապիկից։ Ցուցահանդեսում նրա ձեռքի աշխատանքները մի կնոջ գրավեց, հայտնի դիզայների, ով առաջարկեց նրան աշխատել իր փոքրիկ արվեստանոցում որպես օգնական։ Մարիամը չէր էլ կարող երազել նման բանի մասին, նա սովոր չէր երազել, բայց այդ օրվանից նրա կյանքը սկսեց փոխվել։ Նա աշխատում էր օր ու գիշեր, բայց ոչ միայն փողի համար, այլ որովհետև տարիների ցասումը, ցավը, լռության մեջ խեղդված աղաղակը դարձել էին նրա շարժիչ ուժը։ Նա կարում էր ոչ թե թելերով, այլ սրտով։ Ամեն մի կար նրա մեջ մի պատմություն ուներ, հաղթած կնոջ, մայրիկի, կնոջ, ում բոլորից լքված էր, բայց ինքը երբեք չլքեց ինքն իրեն։ Երբ երեխաները մեծացան ու սկսեցին իրենց դպրոցում պատմել, թե մայրիկը մենակությամբ հաղթեց ամեն ինչ, նրանք ոչ թե ամաչում էին, այլ հպարտանում։ Երբ մայրը մի օր վերադարձավ տուն, նոր պայուսակով առաջին անգամ իր համար գնաց, երեխաներն ուրախությունից արտասվում էին։ Դա նրանց հաղթանակն էր։ Մի օր դուռը թակեցին։ Ամուսինը վերադարձել էր, ձախողված, հոգնած, մենակ։ Նա չէր գտել այն հարմարավետությունն ու գուրգուրանքը, որ փնտրում էր մոր տանը։ Նա հասկացել էր, թե ինչ է նշանակում պայքարել ընտանիքի համար։ Մարիամը նրան նայեց առանց ատելության։ Նա այլևս ցավ չուներ նրա հանդեպ։ «Շնորհակալ եմ», ասաց նա, «որովհետև քո թողած դատարկությունից ծնվեց իմ ուժը»։ Տարիներ անց Մարիամը նստած էր իր նորաբաց արհեստանոցում։ Պատերին կախված էին երեխաների նկարները, փոքրիկ ձեռագործ ստեղծագործություններ ու անկյունում մի շրջանակված լուսանկար՝ հին կարի մեքենան, որից ամեն ինչ սկսվեց։ Նրա պատմությունը տպագրվել էր մի հայտնի ամսագրում վերնագրով «Կինը, որ իր կարի թելով կարողացավ ապրել»։ Այդ օրը նա հանդես եկավ մի քանի խոսքով, որոնք դարձան հարյուրավոր կանանց ներշնչանքի աղբյուր։ «Ես մի օր միայնակ արթնացա, առանց փողի, առանց հույսի, բայց 3 զույգ աչքերով նայող իմ երեխաների հավատով։ Ես պայքարել եմ ոչ թե նրա համար, որ աշխարհն ինձ ընդունի, այլ որպեսզի ես ինքս ինձ չկորցնեմ։ Կյանքը կփորձի կոտրել ձեզ, մարդիկ կթողնեն, հավատը կխամրի, բայց եթե դու հավատաս, որ մի փոքր սրտխփոցի չափ դու կվերածնվես։ Ես իմ կյանքը կարեցի թելով, որը կոչվում էր սեր։ Սեր իմ երեխաների հանդեպ, սերն այն կնոջ հանդեպ, ով ժամանակին թուլացավ, բայց չընկավ։ Եթե դու կարդում ես սա ու զգում ես, որ վերջացել է ամեն ինչ, հիշիր, ամեն վերջ ունի նոր սկիզբ։ Ու երբ սկսես կարել քո կյանքը նորից, կարի ամեն մի շարժումով դու կասես աշխարհին. «Ես դեռ այստեղ եմ ու դեռ կանգուն եմ»։ Մարիամի պատմությունը չէր ավարտվում, այն դառնում էր լույս մյուսների ճանապարհին, իսկ նա այլևս չէր ամաչում իր անցյալից, որովհետև այդ անցյալը դարձավ իր փառավոր ներկան։ Իսկ նրա ամուսինը երբեք չէր մտածել, որ Մարիամն առանց իրեն կկարողանա ապրել։ Երբ փաթեթավորեց վերջին պայուսակն ու գնաց մոր տուն, հավատում էր, թե կյանքը հեշտանալու է։ Մայրիկն էլ միշտ ասում էր. «Քեզ խաբել են, այդ կինը քեզ համար չէ, դու խեղդվում ես այդ տանը»։ Բայց օրերն անցան, և նա զգաց դատարկություն։ Մոր տանը ապրում էր որպես հյուր, ոչ թե որպես տանտեր։ Խոհանոցում նրա բաժակն անգամ մի կողմ էին դնում։ Երեկոները լուռ էր ու ոչ մի մանկական աղմուկ չէր խախտում պատերի լռությունը։ Նա սկսեց լռել։ Նայում էր հին լուսանկարներին, Մարիամը ձեռքերում առաջին երեխան ծնվել էր։ Մի նկարում նա կարում էր փոքրիկ լամպի տակ, իսկ նա շշմած չէր նկատում անգամ։ Մի օր գնաց այն տուն, որտեղ ապրում էին, բայց չմտավ ներս։ Պատշգամբում փռված էր երեխաների լվացքը, փոքրիկ գուլպաներ, հին վերնաշապիկից կարած բալակոն։ Նա կանգնեց երկար, հետո վերադարձավ իր սենյակ։ Մի քանի շաբաթ անց նա փորձեց զանգահարել, սակայն պատասխան չստացավ։ Փորձեց հանդիպել դպրոցում, երբ երեխաներին բերում էին, բայց նրանց աչքերը նրան այլևս նախկինի պես չէին նայում։ Մարիամը երբեք չասաց վատ խոսք նրա մասին երեխաների առաջ, բայց նրա բացակայությունն ամեն ինչ ասում էր։
Երբ նա վերջապես համարձակվեց գալ ու կանգնել Մարիամի դիմաց, աչքերում ամոթ ու պարտություն կար: Նա ասաց միայն. «Չգիտեմ ինչ էի փնտրում, բայց կորցրեցի ամենակարևորը»: Մարիամը լուռ լսեց, այնքան բան կար ասելու: Բայց նա այլևս ինչ-որ բան ապացուցելու կարիք չուներ: Նա այլևս չէր սիրում նրան, բայց ատելություն էլ չկար: Նա պարզապես ազատ էր: «Ես քեզ չեմ մեղադրում, բայց մենք այլևս միասին չենք կարող լինել ու դու հիմա քեզ պետք է գտնես առանց ինձ»: Ամուսինը հեռացավ առանց աղմուկի, առանց խոսքի, բայց սրտում մի մեծ քար: Ու կյանքը նրան տվեց նոր ճանապարհ, ցավոտ, միայնակ, բայց նաև պատասխանատվությամբ լցված: Որովհետև մարդիկ, որ թողնում են, երբեմն չեն պատկերացնում, թե ում են թողնում, իսկ երբ հասկանում են, արդեն ուշ է լինում: